Շատ մուսուլմաններ եւ շատ այլ կրոնի մարդիկ ասում են, որ Քրիստոսը Աստված չէր, քանի որ նրան սպանեցին։ Բայց դա ճշմարտություն չէ։ Աստվածաշնչի մեջ Հիսուսը ինքն է ասում, Հովհաննես 10:17-18 խոսքերում ասում է. Ես եմ իմ կյանքը դնում այն նորից վերցնելու համար։ Ես իրավունք ունեմ իմ կյանքը դնեմ եւ այն նորից վերցնեմ։ Դա պատվիրված է ինձ իմ հոր կողմից։ Եվ եթե դա ճշմարտություն էր, որ ինչ որ մեկը աշխարհում կամ որևիցե տեղ իրավունք ունենա նրա կյանքի վրա, նրանք արդեն դարած կլինեին, չէ՞ որ դրա նախաբանը կար։ Երբ որ նա Նազարեթում քարոզեց եւ նրա քարոզածը իրենց դուր չկավ, նրան որոշեցին քարոզածից ցած գցեն, Աստվածաշունչը պատմում է, որ նա նրանց միջով անցավ ու գնաց։ Նա կարող էր կուրացնել նրանց, նա կարող էր ամեն ձևով խուսափեր ամեն տեսակ մահից, բայց նա չխուսափեց մահից, նա ավելին նա գիտեր, որ իրեն պիտի սպանեն։ Նա դրա մասին ասում էր, սա իմ մարմինը կերեք, սա իմ արյունը խմեք, որտեվ սրանով եք, որ դուք փրկվելու եք։ Թող փառքը լինի Աստծուն եւ նրա հարության լուրը թող մեզ համար լինի լավ նորություն, որ մենք նույնպես մեր կյանքերը ետ ենք վերցնելու նրա հարությունով։ Քրիստոս հարյավ է մեռելոց եւ օրհնյալ է նրա հարությունը։ Ամեն։